Քանի մենք ապրում ենք այս երկրի վրա, Так как мы живем в этом мире, մենք տարբեր ձայներ լսում ենք։ мы слышим разные голоса. Ու տարբեր ձայներ մեզ առաջնորդում են սելներ։ И разные голоса, они руководят нами, ведут нас. Շատ ձայներ դուրս են գալիս փողոց, տարբեր ձայներ ենք լսում։ Выходим на улицу и слышим разные голоса. Ինչ որ միջավայր ենք մտնում, տարբեր ձայներ ենք В լսում, какую-то среду заходим и слышим разные голоса, տարբեր խոսակցություններ, разные разговоры. բայց ամեն խոսակցություն չի, որ մենք մեր սրտին մոտ ենք ընդունում, ճիշտ է։ Но не всякие разговоры мы близко принимаем к сердцу Կամ այդ խոսակցությամբ մենք ապրում ենք։ или живем этими разговорами. Անկամ կարող է լինել, որ ինչ-որ մեկի հոգսի համար քեզ հետ կիսվեն, բայց այդքան էլ այդ ապրումները դու չունենաս, ցավը չկիսես։ Иногда бывает, что ты поделишься с кем-то своей, кто-то делится с тобой с болью, но ты можешь не так воспринять это, как этот человек. Որտեղ ուղղակի լսում ես։ Ты просто слушаешь. Բայց այն բաները, որոնք մենք սրտով ընդունում ենք, Но те вещи, которые мы принимаем сердцем, մենք սրանով ապրում ենք։ мы начинаем этим жить. Սովորաբար հիշում ենք ու կատարում ենք այն խոսքերը, որոնք սրտով ընդունում ենք։ Мы принимаем и начинаем жить так, как принимаем сердцем. Դրա համար ամեն լսած բան չի, որ մենք կատարում ենք, ճիշտ է։ Поэтому не все, что мы слышим, мы начинаем исполнять. Անկամ Տեր Հիսուս օրինակ բերեց, ասես մի մարդ երկու զավակ ուներ, И Иисус сказал, что один человек имел 2 сыновей. մեկին ասես գնա այս ինչ տեղը, И сказал одному, пойди туда-то. ասես կգնամ, բայց չգնաց։ И сказал сын, пойду, но не пошел. Մյուսը ասես չեմ գնա, բայց գնաց։ А другой сказал, нет, не пойду, но пошел. Ամեն լսած բան չի, որ մենք կատարում ենք։ Не все то, что мы слышим, мы исполняем. Ինչքան է չի եղել, որ ծնողները իրանց երեխաներին լոլոներ են կարդում, Сколько было, что вот родители читают какую-то мораль своим детям, երեխաները գլխով են անում, они поддакивают, բայց գնում են անում են այն ինչ որ իրենք ուզում են, но идут и делают то, что они хотят, որովհետև իրենց սրտով չի դա։ потому что это не по их сердцу. Ինչքան մարդիկ են եղել, որ միգուցե դուք էլ ձեր շրջապատում տեսած լինեք, Может быть, вы тоже таких людей видели в своей среде, որ հոգևոր ընտանիքում մեծացել են, что выросли в духовной семье, անգամ միգուցե ծնողները հոգևոր անվան համար հալածվել են, и даже, может быть, их родители были гонимы за Христа իրենց տանը պաշտամունքներ են ունեցել, и проходили служение у них в доме, բայց մեծացել են но они выросли եւ հավատքի մեջ չեն мնացել։ и не остались в вере. Միգուցե Աստվածաշունչը անգիր գիտեն, Может быть, они даже наизусть знают Библию, բայց իրենց սրտով չեն ընդունել դա։ но в своем сердце не принимают это. Մի խոսք, որ ավետանում կարդացի ու իմ մեջ էս խոսքը դրվեց դրա արդյունքում։ Одно слово, которое я прочел в Евангелии, оно заложилось в моем сердце. Մարկոս 4-րդ гլխում է գրված։ В Марка 4 написано. Տեր Հիսուսն ասում է՝ «Ուշադիր եղեք, թե ինչ եք լսում»։ Господь Иисус говорит, будьте внимательны на то, что вы слушаете. Ուշադիր եղեք, թե ինչ եք։ Будьте внимательны, что вы Այլ слушаете. խոսքերով ասած, ուշադիր եղիր, թե ականջդ որտեղ ես տալիս։ Другими словами, будь внимателен тому, к чему ты предаешь ухо свое. Որտեվ այն ինչ որ մենք լսում ենք, Потому что все то, что мы слышим, մենք գիտենք, որ ամեն խոսք սերմի պես է։ мы знаем, что каждое слово это как семя. Եվ այդ սերմը միշտ չի, որ միանգամից երևում է։ И не всегда это семя сразу видно. Այսինքն երբեք այդպես էլ չի երևում միանգամից։ Ну, оно сразу не видно бывает. Ինչ որ ժամանակ է անցնում, Проходит какое-то время, եւ այդ սերմը պտուղ է տալիս։ и это семя дает свои плоды. Եվ դրա համար Տեր Հիսուսը մի հատ առակ էր պատմում, И поэтому одну притчу рассказывал Иисус. մի մարդ ցորեն ցանեց, Сеятель вышел сеять, իսկ թշնամին եկավ եւ որոմ ցանեց։ а враг пришел и посеял плевелу. Եվ երբ որ սերմը աճեց, И когда выросла, տեսան, որ երկուսն էլ կա։ и увидели, что есть 2 плода. Միշտ չի, որ այդ սերմը չի երևում, երբ որ ցանվում է սելներ։ Это семя, оно не видно пока, что оно в земле. Եվ դրա համար Տեր Հիսուսը մեզ զգուշացում է տալիս։ И поэтому нас Господь Иисус предупреждает. Ուշադիր եղեք, թե ինչ եք լսում։ Будьте внимательны к тому, что вы слушаете. Որտեվ այն ինչ որ լսում ենք այսօր, Потому что все то, что мы сегодня слушаем, այն ինչ որ ընդունում ենք այսօր, и то, что принимаем, վաղը սրա հետ պայքարելու ենք։ завтра мы будем с этим бороться. Վաղը պիտի փորձենք սրան արմատախիլ անել։ Завтра придется нам вырывать это все. Դրա համար Աստծո խոսքը մի բան է ասում։ Поэтому Божье Слово говорит, Ամեն զգուշությունից առավել, более всего, ամեն զգուշությունից более առավել, всего
Քո սրտին Опасайся զգուշություն արա, того, что есть в твоем сердце, որտեվ այնտեղից է կյանքի ելքը։ потому что оттуда источник жизни. Զգուշ եղիր քո սրտին։ Будь осторожен со своим сердцем. Ինչ է մեր սիրտը ընդունում, սիրելիներ։ Что принимает наше сердце? Մենք շատ բաներ կարող ենք լսել, Мы очень многое можем слышать, բայց ինչն է մեր սիրտը ընդունում, մենք սրանում պետք է զգուշ լինենք։ но что принимает, нужно быть осторожным. Պահիր քո սիրտը։ Держи свое сердце, Արթուն եղիր սրանում։ бодрствуй. Արթուն եղիր, հսկիր, որպեսի թշնամին ուրիշ սերմ չցանի քո սրտի։ Бодрствуй, чтобы враг не сеял другие семена в твоем сердце. Որտեվ թշնամու ձեռագիրը մենք գիտենք։ Потому что мы знаем почерк врага. Երբ որ մեր կյանքում խավար օրեր են լինում, Когда бывает тьма в нашей жизни, նա սկսում է դառնության սերմեր ցանել մեր։ он начинает горькие семена пускать в Աստծո нас, խոսքը փոխված սկսում է մեր մեջ ցանել։ меняет Божие Слово, начинает сеять в нас. Ասում է չէ գիշերով թշնամին եկավ եւ որոմ ցանեց։ Там же написано, что ночью пришел враг, и он посеял плевелы. Որտեվ խավար օրերից թշնամին օգտվում է։ Потому что враг, он берет эти дни и использует тьмы. Ծանոթ բան եմ, չի ասում։ Знакомые, да, սիրտդ вещи նեղված говорю? է, Когда твое сердце в печали, երբ որ դժվարությունների մեջ ես, и когда бывают сложности, թշնամին գալիս է ամենահարմար պահին ու սկսում է վատ սերմեր ցանելը։ враг приходит и в самый плохой момент начинает сеять эти Բայց семена. ամեն եկած բան չպիտի մենք ընդունենք մեր սրտին մոտ։ Но все приходящее мы не должны принимать близко к сердцу. Որտեվ անգամ մենք Տեր Հիսուսի անապատի փորձության ժամանակ И даже когда Иисус был искушаем в пустыне, մենք տեսնում ենք հակառակորդը ինչպես էր նրան փորձում։ мы видели, как враг пытался его искусить Աստծո խոսքով։ Божьим Словом. Ոնց Աստծո խոսքը թշնամին կարող է օգտագործել։ Как? Разве может враг использовать Божье Слово? Այո, նա Աստծո խոսքով սկսեց փորձել Հիսուսին։ Да, он пытался искушать Господа Словом Божьим. Բայց փառք Տիրոջը, որ մեր Տեր Հիսուսը ինքը ավելի лав գիտեր Աստծո խոսքը։ Но слава Господу, что Господь Иисус, Он знал лучше Слово. Եվ նա խոսքով պատասխան тվեց։ И Он Словом же и отвечал. Մարդ ոչ միայն հացով կապրի, այլ Աստծո բերանից դուրս եկած ամեն խոսքով։ Не хлебом будет единым жить человек, но каждым словом, исходящим из уст Господа. Եթե ուշադիր լինենք, յուրաքանչյուր մարդ այս երեք փորձություններով անցնում է։ И если мы будем внимательны, мы увидим, что каждый человек проходит через эти искушения. Կարիքի դեպքում, Когда есть нужда, կարիքի դեպքում մարդ կարող է ուրանալ Աստծուն։ когда есть нужда, человек может просто отречься Господа. Փառքի դեպքում, Во время славы. բայց մենք պետք է կանգնենք Տիրոջ խոսքով սիրելներ։ Но мы должны стоять на Божьем Слове. Հռոմեացիս 10:17 այսպիսի խոսքեր ասում։ В Римлянам 10:17 написано следующее. Հավատքը լսելուց է Вера от слышания, եւ լսելն էլ Աստծո խոսքից։ а слышание от Божьего Слова. Ամեն։ Аминь. Հավատքը լսելուց է, Вера от слышания, լսելն էլ Աստծո а խոսքից։ слышание от Божьего Слова. Տեսեք, չի ասում հավատքը Աստծո խոսքից է, Посмотрите, не говорит, что вера от Божьего Слова, այլ ասում է հավատքը լսելուց է։ а вера от слышания. Ու հիմա կախված է նրանց ինչ ենք ես ու դու այսօր լսում։ И теперь зависит от того, что мы слышим. Այն ինչ որ մենք լսում ենք, դրա արդյունքում մենք դրան վերաբերվող հավատք ենք ձեռք բերում։ И то, что мы слышим, вот относительно этого и мы приобретаем веру Ինչին որ մենք ականջ ենք տալիս։ тому, к чему мы прилагаем наше Ինչը ухо. որ մենք սրտով мոտիկ ենք ընդունում։ То, что мы к сердцу близко принимаем. Հռոմեացիս 10:9 խոսքը։ Римлянам 10:9. Ասում է, որովհետև եթե բերանովդ Հիսուսին Տեր դավանես, Ибо если будешь устами своими исповедовать Господа, եւ սրտումդ հավատաս, թե Աստված հարություն տվեց նրան մեռելներից, и в сердце будешь веровать, что Господь воскресил его из мертвых, կապրես։ спасешься, будешь жить. Միայն շուրթերով դավանանքը բավարար չէ։ Просто провозглашение устами недостаточно. Եթե սրտումդ կընդունես, Если ты примешь в своем сердце, արդյոք սրտով ընդունում ենք թե չէ։ на самом ли деле ты принимаешь это сердцем. Դրա համար է ասում, որ մարդիկ կարող են հոգևոր ընտանիքում մեծանալ, Поэтому говорят, что люди могут вырасти в духовной семье,
բայց իրենց սրտում չընդունել Աստծո խոսքը, но не принимать Божье Слово сердцем, սրտով չընդունել Քրիստոսի։ не принимать сердцем Иисуса. Դրա համար է Տիրոջ խոսքը ասում է շուրթերովդ կդավանես եւ սրտովդ կընդունես։ Поэтому Божье Слово говорит, что будешь провозглашать устами своими и верить сердцем, Այդ ժամանակ брать կապրես։ сердцем своим, тогда спасешься. Իսկ ինչն ենք մենք մեր սրտին ավելի մոտ ընդունում։ А что мы близко принимаем к сердцу? Ինչ խոսքեր, Какие слова? ինչ հավատամք։ К чему верим? Տեսեք, միայն ուղակի խոսքեր դավանել օգուտ չի։ Просто так провозглашения ничего не дают. Մենք պետք է սրտով ընդունենք։ Мы должны сердцем принимать. Եվ հիմա ամբողջ ինչ որ ուզում է ասեի И все то, что я хотел сказать в этом эпилоге, լսելը слышание, դա ուղակի ինֆորմացիա ստանալ չէ։ это не просто принятие информации. Լսելը դա սրտով ընդունել է։ Слышать — это принимать сердцем. Դա ներքին համոզմունք է։ Это внутреннее состояние утвержденности. Ես լսել եմ Քրիստոսի մասին Я слышал о Христе, եւ ես сրտով ընդունում եմ նրա արածը։ и сердцем я принимаю то, что Он сделал. Եվ ներքուստ համոզված եմ, որ այո, նա մահացավ, բայց երրորդ օրը հարություն առավ։ И внутри я принимаю и говорю: да, Он умер, но на третий день воскрес. Դրա համար Տեր Հիսուսը ասում էր՝ ուշադիր եղեք, թե ինչ եք լսում։ Поэтому Господь и говорит: будьте внимательны, что вы слушаете. Դրա համար լինում են պահեր, որ գալիս ենք ասում ենք՝ վայ տկարացել եմ հոգեվորապես, Ну вот некоторые приходят и говорят: ой, я ослаб духовно. թուլացել եմ։ Ослаб. Ինչն է արդյունքը։ В чем был итог? Մեծ մասամբ արդյունքը նրանում է, որովհետև մարդը իր ականջը տալիս է ուրիշ բաների։ Потому что человек отдает свои уши слышанию других вещей. Եվ արդյունքում հիասթափվում ենք։ И бывает разочарование. Ինչպես պատանի էի Я помню, я был юношей եւ մտածում էի, որ քանի որ ես Քրիստոսինն եմ, и думал: если я Христов, ամեն ինչ իմ կյանքում պետք է շատ լավ լինի։ все в моей жизни должно быть хорошо. Ես միանգամից կանգնում եմ հազարավոր մարդկանց առջև И сейчас я прямо перед тысячей встану ու կսկսեմ քարոզել նրանց։ и начну проповедовать. Կծառայեմ նրանց։ И буду служить. Գնացի բանակ ծառայեցի հետ եկա, Пошел в армию, пришел, կարծես թե եկեղեցում ինձ ոչ ոք չէր ճանաչում։ и казалось, что в церкви меня уже никто не помнит. Ոչ մի ծառայություն չունեմ, Нету никакого служения, ոչ մի հաղթություն չկա, никаких побед, հազարավոր լսարան չկա и нету тысячных слушателей, եւ հիասթափություն։ и разочарование. Որտեւ ես մի բան էի լսել ու մի բան էի ընդունել իմ սրտի մեջ, И я что-то услышал и принял в сердце, որը Աստծո խոսքին համեմատ չէր։ что не соответствовало Божьему Слову. Մի հատ պատմություն կա 3-րդ Թագավորաց 13-րդ գլխում։ В 3 царстве, в 13 главе Судей, царств, да. Այսպեսի մի հատ պատմություն կա։ Есть такая история. Մի երիտասարդ մարգարեի Տերը խոսք է տալիս, որ գնա թագավորին ասի։ Одному молодому человеку Господь дает слово пророку, Да. пророку, чтобы сказал царю. Եվ նա գնում է, И он идет, եւ Տերը նրան ասում է. и Господь говорит: Հաշ չուտես, не ешь, ջուր չխմես не пей եւ գնացածը ճանապարհով հետ չդառնաս։ и не возвращайся тем же путем, которым ты пришел. Գնում է թագավորին մարգարեանում է, Идет, пророчествует, թագավորը ձեռքը երբ որ մեկնում է նրա վրա, и царь, когда простирает свою руку на него, թագավորը ձեռքը չորանում է, его рука засыхает. թագավորը խնդրում է ասում է աղոթիր քո Աստծո, որ իմ ձեռքը նորից И վերականգնվի, царь просит, чтобы он помолился для того, чтобы Господь восстановил его руку. աղոթում է վերականգնվում է, Он молится, и восстанавливается рука. եւ երբ որ պատրաստում է արդեն հետ գնալ, И когда он готовится уже обратно идти, այդ քաղաքում մի ծեր մարգարե է լինում։ там бывает старый пророк. Նրա որդիները նրան լուրը տանում են։ И его сыновья приносят ему весть об Եվ այս этом. ծեր մարգարեն արագ իր ավանակի վրա նստում է ու հասնում է այս երիտասարդ И մարգարեին։ этот старый пророк, он садится на своего осла и доходит до этого молодого. Եվ համոզում է, ասում է արի իմ տուն հաց կեր։ И говорит: иди ко мне домой, поешь. Խնդրեմ արի բացենք 3-րդ Թագավորաց 13-րդ գլուխ։ 16-ից 18։ Третье царство, 13 глава, 16 по 18 стих։ Եվ նա ասեց, չեմ կարող քեզ հետ դառնալ եւ քեզ հետ գնալ
եւ հաշ չեմ ուտի ու ջուր չեմ խմի քեզ հետ այստեղ։ Тот сказал: «Я не могу возвратиться с тобою и пойти к тебе, не буду есть хлеба и не буду пить у тебя воды в всем месте, ибо словом Господним сказано мне: не ешь хлеба и не пей там воды». Որովհետեւ Տիրոջ խոսքով ինձ խոսք եղավ, թե այնտեղ հաշ չուտես եւ ջուր չխմես, ետ չդառնաս գնալու այն ճանապարհով, որով դու գնացիր։ И не возвращайся тою дорогою, которую ты шел. Եվ նա ասեց նրան. И он сказал ему: Ես էլ քեզպես մարգարե եմ։ «И я такой же пророк, как ты». Եվ մի հրեշտակ խոսեց ինձ հետ Տիրոջ խոսքովը И ангел говорил ко мне словом Господним եւ ասեց. и сказал: Նրան ետ դարձրու քեզ հետ քո տունը եւ թող հաց ուտի եւ ջուր խմի, բայց սուտ ասեց նրան։ «Вороти его к себе в дом, пусть поест он хлеба и напьется воды». Он солгал ему: Ես էլ քոպես մարգարե «И եմ։ я такой же, как ты, пророк». Այո, դու մարգարե ես։ Да, ты пророк. Այո, Աստված քեզ օգտագործել է, Да, Господь тебя использовал. բայց ես Տիրոջից հստակ խոսք ունեմ։ Но я имею твердое слово от Господа: Հաշ չուտել, ջուր չխմել եւ նույն ճանապարհով ետ չդառնալ։ не есть, не пить и не возвращаться той же дорогою. Ինչքան էլ այսպիսի մոլորություններ գալիս մեր կյանքի մեջ, И сколько таких неправильных вещей приходит в нашу жизнь, որ մեզ փորձում են շեղել Աստծո ճանապարհը։ которые пытаются нас сбить с Божьего пути. Այո, եղբայրս ու քույրս, Да, мой брат и сестра, Աստված քեզ օգտագործել է, тебя использовал Господь. բայց ես Աստծո խոսքից հստակ պատասխան ունեմ ինչպես գնալու։ Но я четко знаю от Господа, как надо мне идти. Ես գիտեմ, որ արդարության ճանապարհներից չպիտի շեղվեմ։ Я знаю, что я не должен сходить с путей праведности. Ես գիտեմ, որ սուտ չպիտի խոսեմ։ Я знаю, что я не должен лгать. Ես գիտեմ, որ պիղծ միջավայրի մեջ չպիտի գտնվեմ։ Я не должен находиться в нечестивой среде. Եվ ինչքան են այսպիսի հայտնություններ մարդիկ փորձում մեզ ուտացնել, սիրելիներ, И сколько такими откровениями люди пытаются нас накормить, որ մենք ընդունենք սա, чтобы мы это принимали. բայց մենք ունենք Աստվածաշունչ, Но у нас есть Библия, ունենք Աստծո խոսք, у нас есть Слово Божье, որով պիտի շարժվենք։ которым мы должны двигаться. Մեկ անգամ մեզ մոտ այնտեղ Վանաձորը մի քույրիկ մի բան ինձ ասեց։ Одна сестра в Ванадзоре мне сказала: Աստծո խոսքը այսպիսի բան է ասում ու ասեց։ Божье Слово так говорит, и сказала. Ես ասում եմ, որտեղ եք կարդացել։ Я спросил: где это вы прочитали? Այսինչ հովիվն է դա ասել։ Это какой-то вот пастор так сказал. Ասում քույրիկ ջան, քանի դեռ այդ հովիվը այդ ինչ խոսքը ասել է, դա չի նշանակում, որ Աստված է ասել։ Я сказал: если какой-то пастор это сказал, это не означает, что Бог это сказал. Դրա համար ուզում եմ ձեզ սիրելի եկեղեցի մի բան ասել։ Поэтому я хочу, возлюбленная церковь, вам сказать: Ես ինձ համար եմ դժվարացնում։ я для себя усложняю. Ինչ որ այստեղից կխոսացվի, Все, что здесь будет говориться, քննեք Աստծո խոսքով։ анализируйте Божьим Словом. Ամեն։ Аминь. Ամեն ինչ, ամեն կերակուր չի, որ մենք պիտի ուտենք։ Не всякую пищу мы должны есть. Ինչ ունենք Տիրոջից ստացած։ Что мы имеем, полученное от Господа? Ինչքան մենք պետք է զգույշ լինենք այն ամենի համար, ինչ որ մենք լսում ենք։ Насколько мы должны быть осторожными ко всему тому, что мы слышим, Ու ամեն ինչ չընդունենք մեր սրտում։ и все не принимать в свое сердце. Գիտեք ինչ եղավ այս երիտասարդ մարգարեի վերջը։ Знаете, что произошло с этим молодым пророком? Առյուծը կերավ նրան։ Его съел лев. Սուտ վարդապետությունները մեզ ուղղակի սպանում են սիրներ։ Лживые доктрины, они нас просто убивают. Կեղծ ուսմունքները մեզ սպանում են սիրներ։ И лживые учения нас убивают. Ուզում եմ միտեղ կարդալ Մարկոս 7-րդ գլխից։ Марка 7. Մարկոս 7-րդ 6-րդ խոսքը եւ մի քանի տենց հատվածներ։ Լավ։ Որը կա։ 7-6։ Տեր Հիսուսը պատասխան տվեց եւ ասեց, թե Եսայան լավ մարգարեացավ ձեզ կեղծավորներիդ վրա, ինչպես գրված է, այս ժողովուրդը շուրթունքներով է պատվում ինձ, իսկ նրանց սիրտը ինձանից հեռացված ու ջոկված է։ Он сказал им в ответ: «Хорошо пророчествовал о вас лицемерах Исаия, как написано: люди сии чтут меня устами, сердце же их далеко отстоит от меня». Նրանք շուրթերով խոսում են, Они говорили устами, բայց իրենց սիրտը հեռու է։ но их сердце было далеким. Արդյոք մեր շուրթերն ու սիրտը իրար հետ համապատասխան գործում են թե ոչ։ Соответствует ли то, что говорят наши уста и наше сердце этому?
Եվ 10-րդ խոսքը, И 10 стих մինչև 11-ը, до 11. որտեղ Մովսեսը ասեց. Պատվիր քո հորը եւ քո մորը եւ նա որ հորիցը կամ մորիցը չարախոսություն անե թող մահով մեռնի։ Բայց դուք ասում եք, եթե մարդս հորը կամ մորը ասե կորբան, այսինքն պատարակ, այն որ ինձանից պետք է շահվիս, ազատ է լինում։ Չկա երևի այդքան, հա։ Ибо Моисей сказал: почитай отца своего и мать свою, и злословящий отца или мать смертью да умрет. А вы говорите: кто скажет отцу или матери карван, то есть дар Богу то, чем бы ты от меня пользовался. Հստակ Աստծուց խոսք կա։ То есть конкретное слово от Господа. Պատվիր քո հորն ու մորը։ Почитай своего отца и Ինչու է мать. փոխում այդ խոսքը, փարիսեցիներն էր ասում։ Почему вы меняете это слово? Он говорил фарисеям. Չէ որ ես ձեզ հստակ Աստված խոսք ունի ձեզ փոխանցած։ Я же вам передал конкретное слово. Մի փոքր բառի փոխում Чуть-чуть изменение слова, եւ տանում է մարդուն դեպի շեղվածության, դեպի մահվան։ и уже человека уводит к смерти, к погибели. 15-րդ խոսքից С 15 по 23. Ոչինչ չկա մարդից դուրս նրա մեջ մտնող, որ կարողանա պղծել նրան, այլ նրանից այն դուրս եկողներն են, որ մարդին պղծում են։ Ով որ լսելու ականջ ունի, թող լսի։ Եվ երբ որ ամբողիցը տուն եկավ նրա աշակերտները հարցրին նրան այն առակի համար եւ նա ասեց նրանց. Դուք էլ այդչափ անմիտ եք, չեք իմանում, որ ամեն ինչ որ դրսից մտնում է մարդի մեջ չի կարող նրան պղծել, որտեղ նրա սիրտը չի մտնում այլ փորը եւ դուրս է գնում արտակնոցը ամեն կերակուրները սրբելով։ Եվ ասում էր, թե մարդիցը դուրս եկողն է պղծում մարդին, որտեղ ներսիցը մարդկանց սրտիցն են դուրս գալիս չար խորհուրդներ, շնություններ, պոռնկություններ, սպանություններ, գողություններ, ագահություններ, չարություններ, նենգություն, պիղծ ցանկություն, չար աչք, հայոյություն, ամբարտավանություն, անզգամություն, այս ամեն չար բաները ներսիցն են դուրս գալիս եւ մարդին պղծում։ Ничто, входящее в человека извне, не может осквернить его, но что исходит из него, то оскверняет человека. Если кто имеет уши слышать, да слышит. И когда он от народа вошел в дом, ученики его спросили его о притче. Он сказал им: неужели и вы так и непонятливы? Неужели не разумеете, что ничто извне входящее в человека не может осквернить его, потому что не в сердце его входит, а в чрево, и выходит вон, чем очищается всякая пища. Далее сказал: исходящее из человека оскверняет человека, ибо изнутрь, из сердца человеческого исходят злые помыслы, прелюбодеяния, любодеяния, убийства, кражи, лихаимство, злоба, коварство, непотребство, завистливое око, богохульство, гордость, безумство. Все это зло извнутрь исходит и оскверняет человека. Ինչքան վատ բան է կրոնը, չէ։ Կրոնը ինչքան վատ։ Религиозность, насколько она плохая. Փարիսեցիներին Տերը հանդիմանում էր։ Он обличал фарисеев. Ասում էր դուք դրսից ծեփած գերեզմաններ եք, Говорит: вы как окрашенные гробы, բայց ներսում փտած ու հոտած եւ մահ եք։ но внутри вы сгнившие, и вы уже погибель. Դրսից ուզում ենք մեզ ցույց տալ իբր մենք հոգևոր ենք, Внешне мы хотим показать, что мы духовные, բայց ներսից են դուրս գալիս չար խորհուրդները Տիրոջ խոսքն ասում։ но изнутри, из сердца исходят вот эти злые намерения. Այն ինչ որ մենք սրտով ընդունում ենք, Все то, что мы принимаем сердцем, այն ինչի մեջ որ մենք հանգստություն ենք գտնում, и в чем находим покой, այն միջավայրում որտեղ մեզ լավ ենք զգում, там, где мы себя хорошо ощущаем, այն երաժշտությունները, որոնք որ մեզ դուր են գալիս, та музыка, которая нам нравится, ինչն է որ մեր մեջ մենք ընդունում ենք սրտով, что мы принимаем своим сердцем, որովհետև մեր սրտից դուրս են гալիս վատ բաները սերներ, потому что из нашего сердца исходит злоба. որովհետև մարդու սրտի ավելցուկից նրա շուրթերը խոսում են, Потому что из избытка сердца говорят уста. այն ինչ որ սրտում կա, И все то, что есть в сердце, որովհետև սրտի մեջ ընդունել ենք, потому что мы приняли это сердцем. եւ դրա համար Տեր Հիսուս ասում էր ուշադիր եղեք թե ինչ եք լսում, И поэтому Господь Иисус говорил: будьте внимательны к тому, что вы слышите. եթե չար խորհուրդներ դուրս չգան, եթե չենք ուզում չար խորհուրդներ դուրս գան, Если злых советов мы не желаем, чтобы выходили из нас, հայոյություն, ругательство, չգիտեմ, չար աշկ, չար ցանկություններ չլինի մեր մեջ, завистливое око, какие-то непотребства,
ուրեմն պետք է ամեն զգուշությունից առավել մեր սրտին զգուշություն անենք։ Но значит, мы должны более хранимого хранить наше сердце, потому что из него источник. Ամեն, որտեղ Ամին. այդտեղից է կյանքի։ Потому что оттуда источник жизни. Տիրոջ խոսքը ասում է երկմիտ մարդը անհաստատ է իր բոլոր ճանապարհներում։ И человек с двоящимися мыслями, он не тверд на всех путях своих. Մեկ սրան է հավատում, То этому он верит, մեկ նրան է то հավատում, тому, մեկ այս ճանապարհով է գնում, то идет по этому մեկ այս пути, մյուս ճանապարհով то է գնում։ по-другому. Բայց Տիրոջ խոսքը, որ խոսում է սպառազինության մասին, Но когда Божье Слово говорит о всеоружии Божьем, ասում է ճշմարտության գոտին կապեք, говорит, пояс истины завяжите. ճշմարտության գոտի։ Пояс истины. Ինչ է գոտին։ Что является поясом? Գոտին մի բան է, որ մարդու մեջքը ամուր պահում է, ամեն։ Это что-то, что поддерживает спину человека, Մարդու հագուստն է պահում։ держит одежду. Եվ գոտու վրայից, երբ որ սպառազինվում են, զենքերն էին նրա վրա ամրացնում։ И на них также вешали оружие. Ինչու շատ կյանքերում այդպես էլ ազատագրում չի լինում սերներ, Почему не бывает освобождения во многих жизнях? որտեվ ճշմարտությունը չի ընդունվում։ Потому что не принимается истина. Մարդը չի ցանկանում ճշմարտությունը ընդունել։ Человек не желает принять истину. Վերջերս համախմբվեցինք մի քանի հոգով ինչ որ անձնավորության համար ծոմ աղոթք վերցնելու։ Некоторое время назад мы собрались несколькими и держали пост за человека одного. Եվ այդ առավոտ, երբ որ պետք է արթնանայի ու արդեն ծոմ վերցնեի, И на то утро, когда я должен был встать и взять пост, այդ գիշեր Աստված ինձ մի երազ ցույց տվեց։ мне Господь показал сон. Ու տեսա այդ անձնավորությունը, ում համար որ պիտի ծոմ վերցնեն։ И я увидел этого человека, за которого должны были взять пост. Նա նստած էր աթոռին Он сидел на стуле, եւ թելերով կապված էր։ и он был обвязан нитями. Եվ ես տեսնում էի նրա ապրումները։ И я видел его переживания. Ինքը այդ խոճապի մեջ էր, պանիկայի մեջ։ И он был в панике. Եվ այդ իր հայացքից ես մի բան էի հասկանում։ И я понимал по его взгляду одного. Կարծես թե նա արթնացել էր այդ քնից Казалось, что он проснулся ото сна եւ հասկանում էր, որ ինքը կապված է։ и понимал, что он обвязан весь. Եվ իմ սրտի մեջ այս էի հասկանում երազից մեջ։ И я понимал в сердце своем во сне. Մինչ այդ նա չէր նկատում, որ ինքը կապված էր։ До этого он не замечал, что он связан. Բայց կարծես թե աստվածային ճշմարտությունը նրա համար բացվել էր Но кажется, что Божья истина для него открылась. եւ նա հասկանում էր, որ կապված էր ու չէր կարողանում ազատվել։ И он понял, что он связан и не мог двигаться. Որտեւ նրա աչքերի մեջ այդ վախը ես տեսնում։ Потому что я видел в глазах страх. Եվ այդ ամբողջ օրը այդ անձնավորության համար աղոթքս մեկն էր։ И весь день я молился одной молитвой за этого человека. Տեր բաց նրա աչքերը, Господь, открой его глаза, որպեսզի նա հասկանա, որ իսկապես ազատագրվելու կարիք ունի։ чтобы он понял, что он на самом деле имеет нужду в Որ освобождении. նա հասկանա, որ սատանան իրեն կապել է։ Чтобы он понял, что дьявол связал его. Դրա համար Տեր Հիսուսն ասում էր. «Ճանաչեք ճշմարտությունը եւ այն ձեզ ազատ կանի»։ И поэтому Господь говорит, познайте истину, и истина сделает вас свободными. Սիրելիներ, այսօր մենք այնպիսի ժամանակներ ենք ապրում, Возлюбленные, мы живем в таких временах, որ խոսքի տեղատարապ է։ что очень много слов. YouTube մտիր, ամեն սրտիդ ուզած քարոզը կարող ես գտնել։ Заходишь в YouTube, есть любая проповедь. Տիրոջ խոսքը ասում է վերջի ժամանակներում, չէ, իրենց սրտի համեմատ քարոզիչներ կփնտրեն ու կգտնեն։ И Господь говорит, что в последние времена будут искать проповедников по сердцу своему люди. Ինչ քարոզ ուզում ես գտիր։ Какую хочешь, найдешь проповедь. Խոսքի պակաս չունենք։ Нету никакой нужды в каких-то словах. Ու այսօրվա քրիստոնեությունը, երբ որ նայում ենք, И когда мы смотрим на христианство сегодняшнее, ինչ է կատարում հոգևոր աշխարհում, что происходит в духовном мире, ինչ է քարոզվում, что проповедуется. շատ տեղերում այն ինչ որ նախկինում մեղք էր, И во многих случаях, когда, если раньше это считалось грехом, այժմ այն չի անվանվում որպես մեղք։ сейчас это уже не называется грехом. Շատ ներողություն եմ խնդրում։ Я прошу прощения, Բայց եկեղեցիներ կան, որ արդեն ամուսնացնում են համասեռամոլներին, но есть церкви, которые благословляют уже гомосексуалистов. փորձում ենք մեղմացնել Աստծո խոսքը Они хотят толерантно подойти к Божьему Слову. եւ այն ինչ որ նախկինում ամոթ էր, հիմա էլ դարձել է մոդա։ И то, что было стыдом когда-то, сейчас уже это модно.
Տարիներ առաջ եկեղեցին աղոթքով էր ապահովում եկեղեցու ծառայության մթնոլորտը։ И годами ранее церковь, она обеспечивала молитвой духовную жизнь, атмосферу в церкви. Բայց այժմ եկեղեցիներ կան, ովքեր որոնք լույսերի եւ ծխային էֆեկտների միջոցով են փորձում Но ապահովում։ есть церкви, которые сейчас пытаются это сделать с помощью разных эффектов, там дыма, светомузыки и так далее. Ճշմարտությունը լղոզվում է, չգիտեմ այդ ռուսերեն բառը ոնց։ И размывается истина. Ճշմարտությունը լղոզվում է։ Размывается истина. Ովքեր գիտեն Տրոյայի պատմությունը։ Кто знает историю о Трое? Այսօր պատմության դասը լինելու։ Сегодня будет урок истории. Իհարկե դա լեգենդա էր։ Ну, конечно, это легенда была. Եվ գիտեք, ասում է, որ Թշնամի ազգը նրան պաշարեց 10 տարի։ И там написано, что враг, это греки, они все время их грабили 10 лет, в течение 10 лет. Ամեն տեսակ զենքեր փորձեցին, որ գրավեն չստացվեց։ Разные оружия использовались, но не смогли. Պաշտպանությունը հզոր էր։ Там была сильная охрана. 10 տարի շարունակ փորձեցին ու 10 չստացվեց։ лет подряд пытались, но не получилось. Եվ ինչ արեցին։ И что сделали? Մի մեծ ձի սարքեցին, պատրաստեցին։ Построили огромного деревянного коня. Եվ այդ ժամանակ, երբ որ ինչ որ պատերազմ էր լինում եւ նրանք չեն կարողանում հաղթահարել, И когда вновь был бой, они не могли одолеть. ինչ որ նվեր էին թողնում ի նշան նրա, որ հետ են քաշվում։ И они оставляли тогда какой-то подарок в знак того, что они отступают. Եվ տրոյական ձի կառուցեցին։ И они построили троянского коня. Փաստորեն այդ ձիու մեջ զինվորներ կային թաքնված։ И в них, в этом коне были войска. Եվ երկար մնաց, И долго стоял этот конь. եւ տրոյացիները երբ որ տեսան, որ ոչ մի բան չի տեղից շարժվում, И когда троянцы увидели, что не двигается ничего, բացեցին դարպասները եւ այս ձին բերեցին իրենց քաղաք։ они открыли ворота и занесли коня. Եվ սկսեցին տոնել, И начали праздновать. քեֆ էին անում։ Праздновали. Հարբեցին Опьянели. եւ գիշերով այս զինվորները ձիու մեջից դուրս եկան եւ ներսից ամբողջ քաղաք հայրեցին։ И ночью вышли войска, и они сожгли весь город. Եվ լեգենդան ասում է, որ ընդամենը 2 հոգի փրկվեցին։ И по легенде там написано, что всего 2 человека сохранили себе жизнь. Այսօր թշնամու գործելակերպը սիրներ։ Сегодня как действует враг? Նախկինում թշնամին դրսից էր եկեղեցում փորձում ճզմել։ Раньше враг, он пытался извне действовать, давление оказывать на церковь Տարբեր հալածանքների միջոցով։ разными гонениями. Չգիտեմ, կոմունիստական ժամանակներում ակսորելով, В коммунистические времена они отправляли ссылку, ссылали людей. հիմա А сейчас կարծես թե եկեղեցու մեջից է սկսվում այս քայքայումը։ кажется, что начинается все уже изнутри. Վարդապետություններ են հորինվում, Доктрины начинают сочиняться. հայտնություններ են ստանում, Откровения получают որոնց люди, արդյունքում եկեղեցիները բաժանվում են, из-за чего церкви начинают разрушаться. որոնց արդյունքում մարդկանց հավատքը քանդվում է, Когда вера начинает разламываться у людей. եւ դրա համար նորից կրկնում եմ, Տեր Հիսուսն ասում էր, ուշադիր եղեք, թե ինչ եք լսում։ И поэтому повторюсь, что Господь Иисус говорил, будьте внимательны к тому, что вы слушаете. Եթե այսօրվա քարոզից ոչինչ էլ չհիշեք, Даже если вы ничего не вспомните от того, что сегодня проповедовалось, միայն գոնե այս խոսքը հիշեք։ помните хотя бы только это слово. Ուշադիր եղեք, թե ինչ եք լսում։ Будьте внимательны к тому, что вы Ինչ եք слушаете, սրտով ընդունում։ что вы принимаете сердцем. Դրա համար Աստծո սպառազինությունը վերցրեք, ասում է Աստծո խոսքը։ Поэтому Божье, все оружие возьмите, говорит Божье Որ Слово, կարողանաք հակառակ կանգնել չարության օրումը чтобы противодействовать злым дням եւ ամենը կատարելով հաստատ կանգնեք։ и все совершая стоять твердо. Վերցրեք այս սպառազինությունը։ Возьмите это все оружие. Վերջացնում եմ սիրելիներ։ Я оканчиваю уже. Երբ որ Հովսեփը մեկնաբանեց Փարավոնի երազը, Когда Иосиф, он рассказал, что означает сон фараона, ասեց 7 առատության տարիներում ամբարներդ մեծացրու լցրու։ он сказал, в течение 7 этих благодатных лет наполняй свои амбары,
որպեսզի այդ 7 սովի տարիներում դու կարողանաս այդտեղից կերակրել քո Потому что ժողովուրդը։ когда начнутся 7 лет голода, ты тогда сможешь кормить народ. Ինչ անենք, որպեսզի մենք հանկարծ մեր ճանապարհից չշեղվենք։ Что нам сделать, чтобы не сойти с путей? Մենք Աստծո խոսք ունենք։ У нас есть Божье Слово. Մենք պետք է մեր ամբարները լցնենք Աստծո խոսքով։ Мы должны наполнять амбары наши Божьим Словом. Որտեվ Տիրոջ խոսքը ասում է, որ նրա խոսքը մեզ համար լույս է։ Потому что Божье Слово говорит, что Его Слово для нас свет. Նա լույս է մեզ համար։ Свет для нас, Մեր ճանապարհներին, для наших путей. երբ որ խավար է տիրում, Когда тьма вокруг, երբ որ մոլորությունն է գալիս, когда приходит զբլուժդի, заблуждение, Աստծո խոսքը մեզ լուսավորում է։ Божье Слово освещает. Միայն խոսքը իմանալ եւ խոսքը պահելը բավարար չէ սիրելի։ Только зная и держа Слово, этого недостаточно. Մեզ անհրաժեշտ է Աստծո հոգու ձայնը лысել եւ նրա ձայնով շարժվել։ Нам нужно слышать Дух Божий и двигаться соответственно этому. Կարծես թե սրանք երկու գործող ուժեր են։ Казалось бы, это две силы, которые действуют. Մանկական ծառայության ժամանակ մեզ սովորեցնում են մի բան։ На детском служении нас одному учили. Ասում են դա նման է մի նավակի, Это похоже на одну лодочку, որ երկու թի ունի։ которая имеет два весла. Պատկերացրեք, եթե միայն Աստծո խոսքը մենք օգտագործենք, Если мы будем использовать только Божье Слово, նավակը իր տեղում կպտտվի, չէ՞։ и будет вокруг кружиться эта лодка. Բայց եթե Աստծո խոսքը եւ աղոթքը Но когда молитва и Божье Слово, մենք այս երկուսով արդեն կշարժվենք առաջ։ мы уже будем плыть вперед. Որովհետեւ որոնք Աստծո հոգով են վարվում, Потому что те, которые поступают по Духу Божьему, նրանք Աստծո որդիներ են։ они сыны Божьи. Նրանք ովքեր Աստծո հոգով են վարվում։ Те, которые действуют по Духу Մենք Божьему. Աստծո հոգով վարվելու կարիք ունենք։ У нас есть нужда, чтобы мы действовали по Духу Божьему и слышали Его голос. Ամպիսյունը 5 տականում Սուրբ Հոգու խորհրդանիշն է սիրներ։ В Ветхом Завете столб облачный — это Սուրբ Հոգու օրինակ։ это как прообраз Духа Святого. Եվ նա կարող էր ամեն պահի շարժվել։ И в любой момент мог начать двигаться. Մարդիկ հարմարվել են արդեն, որ պետք է նստեն, քնեն կամ հաց ուտեն, Люди только пристроились, что могли уже поспать, поесть, отдохнуть. հանկարծ կարող էր ամպը շարժվել։ И вдруг облако начинало двигаться. Մեզ պետք է նայել այդ ամպին։ Нам надо смотреть на это Մեզ պետք է облако. նայել Քրիստոսին։ Нам надо смотреть на Христа, Որտեղ է նա գնում։ куда Он идет, Ուր է շարժվում նա։ куда Он движется. Որտեղ Տեր Հիսուս ասում էր, իմ ոնք իմ ձայնը ճանաչում են։ Потому что Иисус говорил: «Мои будут слышать голос мой, Իմ ոնք իմ ձայնը կլսեն։ мои будут слышать голос мой». Մենք կարիք ունենք նրա հետ մտերմության սել։ У нас есть нужда быть близкими с Ним. Որտեղ միայն մտերմության արդյունքում ենք մենք մեր մտերմների ձայնը ճանաչում։ Потому что только в итоге близости мы начинаем узнавать голоса наших Այ близких. արդեն բոլիմեննի մենք մեկս մյուսից գիտենք։ Ну, более или менее мы уже знаем друг друга здесь. Երբ որ հանկարծ դրսում մեկս մյուսից անունը կանչենք, արդեն կհասկանանք, վայ, այս Սերգեյն է։ И если на улице кто-то окликнет, мы уже знаем: о, это Сергей. Որտեղ արդեն իրար ճանաչում ենք։ Потому что мы знаем уже друг друга. Եվ քանի մենք մտերմություն ունենք Տիրոջ հետ, И так как у нас есть близость с Господом, մենք կճանաչենք նրա ձայնը։ мы будем узнавать Его голос. Նրանք են Աստծո որդիներ, ովքեր որ Տիրոջ հոգով են շարժվում։ Те Божьи сыны, которые двигаются в Божьем Духе. Փառք Տիրոջ։ Слава Господу за это. Դրա համար Տերը Մովսեսին ասում էր՝ «Ուշադիր եղիր, Поэтому Моисею Господь говорил: будь внимателен. ինչ եմ քեզ լեռան վրա ցույց տվել»։ Что я тебе показал на Որն է горе? այդ լեռը։ Что это за гора? Դա մեր աղոթքն է։ Это наша молитва. Դա մեր առանձնանալն է Տիրոջ։ Это наше отделение с Այն ինչ Господом. որ քեզ ցույց եմ տվել, այդ էլ կառուցիր։ Все то, что я тебе показал, то и построй. Ձերից խոսեցի մի բան էլ ասեմ ու վերջացնեմ։ Я говорил о конях, еще кое-что скажу и все. Այն ձերը, ովքեր որ այդ մարաթոն են վազում, հա, Те лошади, которые бегут вот этот марафон, ասում են, որ այսպիսի պաշտպանիչ շերտեր են դնում։ у них есть шоры. Աչքերի կողքը, Вот рядом с глазами шоры. որպեսզի նրանք աջ եւ ձախ չնայեն, Чтобы они не смотрели ни вправо, ни влево, նայեն միայն նպատակին а только на цель. եւ վազեն ու հասնեն։ И бежали, и достигли бы.
Եկեք նայենք մեր նպատակ, Давайте будем смотреть на нашу նայենք цель, մեր Քրիստոսին на нашего Христа. եւ իր խոսքը վերցրած, И взяв Его Слово, այս խոսքով մեր ճանապարհը լուսավորելով գնանք միջև վերջին այն օրը։ будем освещать наши пути и будем до конца идти за Ним. Ինչպես Պողոսն ասեց, ընթացքս ավարտեցի։ Как Павел сказал, я завершил свой путь. Ընթացքս ավարտեցի։ Свой путь завершил. Հավատքս պահեցի։ И свою веру удержал. Ձեր ես օրդնում եմ ամեն մեկիս, Я благословляю каждого из нас, որ մենք մեր հավատքը պահենք, чтобы мы держали нашу веру. որովհետև հակառակորդը ամեն բան պիտի անի, Потому что враг будет делать все. դրսից թե ներսից, И изнутри, и снаружи, որպեսզի մեր հավատքը իր տեղից շարժի։ чтобы нашу веру поколебать. Բայց այսօր խնդրում եմ քեզ, սիրելի եկեղեցի, Но я прошу тебя, возлюбленная церковь, բռնվիր Աստծո խոսքից, держись за Божье Слово. խնդրիր Տիրոջ երեսը, Ищи лица Его. ասա Տեր, ես ուզում եմ լսել քո ձայնը, Скажи, Господь, я хочу слышать голос Տեր, ես Твой. ուզում եմ ճանաչել քո ձայնը, Я хочу узнавать Твой голос. ես չեմ ուզում ուղակի մի հոգևոր լինել, ով որ ուղակի գիտի վարդապետություն, Я не хочу быть просто верующим, который знает какие-то доктрины. ես ուզում եմ լսել նաև քո ձայնը, Я хочу слышать голос քո Твой. խոսքով առաջնորդվել։ Твоим словом идти. Փառք Տիրոջ։ Слава Господу. Аминь. Թող Աստված օրհնի մեզ։ Пускай Господь нас Ուրեմն Տեր благословит. Հիսուսն ասում էր. И говорил Господь Иисус, Ուշադիր եղեք, թե ինչ եք լսում։ будьте внимательны на то, что вы Ինչ слушаете, եք ձեր սրտի մեջ առնում։ что вы принимаете к своему сердцу. Երբ որ մենք աղոթում ենք, ինչ ենք անում։ Когда мы молимся, что мы делаем? Որն է մեր աղոթքի նպատակը։ Какова цель нашей молитвы? Ես կուզեմ, որ յուրաքանչյուրիս աղոթքի նպատակը լինի մի բան՝ Я хочу, чтобы цель нашей молитвы каждого из нас была одной լսել նրան։ – слышать Его. Միայն չխոսենք, Не просто говорить, այլ լսենք նրան։ а слышать Его. Եվ ասենք Տեր կենթանացրում ես։ И говорить, Господь, оживи нас. Այն խոսքը, որ կարդում ենք, թող կենթանի մարմին դառնա։ То слово, которое мы читаем, пускай станет плотью в нас. Որտեվ դեռ այդ դաշտը ոսկորներով լցված կլինի, քանի դեռ չկա Աստծո խոսքը։ И это поле, оно будет засеяно костями, пока не будет живого Слова Божьего. Բայց երբ որ կա Աստծո կենթանի խոսքը, Но когда есть живое Слово Господа, մեռած կյանքերը կենթանանում են։ тогда мертвые жизни оживают.